Տարածաշրջանը եռում է եւ ինչքան էլ էս իշխանությունները գոռում են, որ խաղաղությունը եկել է, ամբողջ աշխարհը եռում է, բայց տեսեք մենք ինչքան խաղաղ ենք, որ կարող ենք պիրաժկի կուկուռուզ ուտել, բայց ակնհայտ է, որ մարդն իր ողնաշարով զգում է, որ այդ վտանգներից կարող է ինքը անմասն չլինել։ Եվ վերջո եկեք իրար հետ քննարկենք, հասկանանք ինչ զարգացումներ են հնարավոր։ Հայաստանի Հանրապետությունը ինչ դիրքորոշումներ պետք է ունենա այստեղի ունեցող զարգացումների ֆոնին։ Նայեք, երևի մի 10 օր առաջ Էմիրություններում բոլորը վստահ էին, որ ապրում են երևի այս երկրագնդի վրա ամենից անվտանգ երկրում։ Նման զգացողություն երևի ունեցել է նաև Կատարում, Քուվեյթում, բայց ամեն ինչ փոխվեց։ Եվ իդեպ փոխվեց այն կոնտեքստում, որի մասին բազմաթիվ անգամ ասում էինք, որ աշխարհը խառնվել է եւ այնինչ կատարվում է աշխարհակական կենտրոնների միջև եւ ընդհանրապես աշխարհակարգի փլուզումը վտանգավոր է հողի անկանխատեսելի հետևանքներ։ Հայ սա դրսևորումներից մեկն է։ Եվ եթե փորձենք գնահատենք, թե ինչ կարող է լինել, ես կարծում եմ պետք է նայել անկյանտանք իսկ ինչ նպատակ է հետապնդում Միացյալ Նահանգները եւ Իսրայել։ Նպատակը ակնհայտ է, չէ՞, հայտարարում են ոչ միայն ռեժիմի փոփոխություն։ Նույնիսկ եթե ռեժիմի փոփոխություն, այլև պետության տեսակի փոփոխության մասին է հիմնականում խոսքը։ Ոչ թե մեկ այատոլլա փոխարինի մեկ մյուս այատոլլայով։ Կոչ են անում ուղղակի էթնիկ փոքրամասնություններին դուրս գալ իշխանության դեմ։ Հիմա պատկերացրեք էթնիկ հողի վրա խմորումներ Իրանում։ Ինչի կարող է դա բերել։ 17-ից 20 միլիոն ադրբեջանցիներ եւ այլ ազգություններ եւ մեր հարևան եւ մեր բարեկամ երկիրը։ Սա ուղղակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար։ Ուղղակի սպառնալիք եւ գոյաբանական սպառնալիք է։ Ոչ թե մի թեթև անկայունության կամ ինչ-որ սահմանում կարող է ինչ-որ խմորումներ լինեն եւ այլ։ Լրջագույն խնդրեմ է եւ եթե հիշում եք, երբ վերջի անգամ խոսացինք այդ տրիպի մասին, ես այն ժամանակ ասում եմ, ես չեմ տեսնում Միացյալ Նահանգների տնտեսական շահերը այստեղ։ Եվ հիմնական, այսպես հետաքրքրությունը դա Իրանի սահմանն է։ Այ փորձեք պրոյեկտել այդ ամեն ինչը Պարսից ծոցի այն հարավային ափը, քանի ռազմաբազա կա, որոնք պարզվեց, որ ուղղված էին հենց Իրանի դեմ։ Քուվեյթ, Էմիրություններ, Բախրեյն, Կատար։ Եվ այդ ամենը ինչ որ մի պահ սկսեց աշխատել։ Վտանգը չափազանց մեծ է։ Վտանգը պարոն նախագահ, այսինքն որ Հայաստանը կարա ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, թե որ Իրանից դեպի Հայաստան իրանցիների, իսկ ավելի կոնկրետ ադրբեջանցիների մուտքը կարող անկառավարելի լինի, ինչ առումով վտանգ նկատի ունենք։ Եվ առհասարակ նշանակում է այս, որ թռիփը կարա եւ օրինակ չլինի։ Չգիտեմ, արդյոք դուք պատկերացրեք։ Դուք օրինակ ասում եք, որ թռիփը փաստորեն նրա համար էր, որ հետագա ինչ որ գործողություններ ըստ էության ծավալվեն։ Հիմա ստացվում է շաբաթը ուրբաթից շուտ է եկել։ Այս դեպքում մեծ հաշվով Ամերիկային թռիփն էլ պետք չի գալու, թե հետագա արդեն վերադասավորված Իրանի համար կարա պետք գա։ Հիմա նայեք, պատկերացրեք այս վիճակը, եւ եթե տրիպը լիներ մի 5 տարի առաջ, օրինակ նման հարաբերակցությամբ, ես չեմ կասկածում, որ տրիպի 74%-ի այս հարաբերակցությունը նշանակում էր, որ բավական լուրջ նաեւ հետախուզական կենտրոն էր դառնալու Իրանի դեմ աշխատելու ուղղությամբ։ Եվ ինչ արեց Իրանը, օրինակ բազաների նկատմամբ եւ ոչ միայն ռազմական բազաների, այլ նույնիսկ այլ կարգի կիսառազմական կառույցների նկատմամբ ինչ արեց Իրանը։ Եվ տպավորությունը այնպեսին է, որ հիմնական նպատակը նաեւ այս գործողությունները եղել է փչացնել հարաբերությունները Իրանի հարևան արաբական երկրների հետ։ Եվ այդպես էլ եղավ փաստորեն, այն երկրները գոնե որոնց հետ քիչ թե շատ հարաբերություններ ուներ, դրանց հետ էլ էլի հարաբերությունները։ Պատկերացրու Իրանի հետ մեր հարաբերությունները այդ հողի վրա
վատարանա նույնիսկ միջև թշնամանալու աստիճանի։ Սա տարբերակ 1, տարբերակ 2, վերջապես եթե Իրանը իսկապես էթնիկական հողի վրա սկսի խնդիրներ ունենալ, իսկ դա կոնֆլիկտներ, քաղաքացիական պատերազմ եւ այլ եւ այլ եւ այլ։ Ինչ է նշանակում դա Հայաստանի համար։ Գոյաբանական խնդիր է։ Եվ այս վիճակում Հայաստանը պետք է ուղղակի լրջագույն քայլերի դիմի առաջինը խուսափելու համար։ Մեր թեզը մշտապես որն էր։ Մի հայտնվեք խոշոր պետությունների շահերի բախման կետում։ Մի հայտնվեք։ Լավ տեղ չի դա հեչ։ Եվ երրորդը տնտեսական։ Նայեք, հիմա մենք բավական մեծ ծավալի առևտուր ունենք, օրինակ Միացյալ Էմիրությունների հետ։ Եվ խոսքը գնում է ուղղակի նրա մասին, որ Էմիրությունները հաբ են եւ մի զգալի sense ծավալի ապրանքատեսակներ գալիս են Էմիրություններից եւ գալիս են մեծ այդ ֆուրերով Իրանի տարածքով։ Ինչ է լինելու այդ ծավալների հետ։ Նաև մեր զենքն է, չէ՞, օրինակ Հնդկաստանից զենք Հայաստան ներկրվում է, այդ թվում նաև Իրանի տարածքով։ Այստեղ, այսինքն ոչ միայն տնտեսական համագործակցության առումով կա խնդիրն, այլ նաև ռազմական ներկրումների առումով Իրանի տարածքով որոշակի խնդիրներ կան առաջանալ։ Իհարկե, ոչ ոք չգիտի թե ինչքան երկար կտևի հենց պատերազմը, այս թեժ պատերազմը, եւ ոչ ոք չգիտի թե այս պատերազմից հետո քանի տարի է պետք լինելու այդ հարաբերությունները վերակառուցելու համար Իրան Էմիրություններ, Իրան, Կատար եւ այլ արաբական երկրների։ Սաուդյան Արաբիա։ Ամենամեծ խնդիրն է թե Իրանը ինչպես է պահպանվելու, իր տարածքային ամբողջականությունը պահպանելու այս կոնֆլիկտի արդյունքում, թե չէ, ինչ ռեժիմ է այնտեղ հաստատվելու, որովհետեւ մենք մեծ հաշվով մերձավոր արևելքում ինչ ենք տեսել Իրաքի դեպքում, Սիրիայի դեպքում, հետո նաեւ Լիբիայի դեպքում, որ ռեժիմի փոփոխությունը հեչել չի նպաստել, որ երկիրը ավելի լավ վիճակում հայտնվի, կամ այսպես մասնատվել է երկիրը, կամ քաղաքացիական բախումներ են եղել, այսինքն ինչքան խորանում է Իրանում անկայունությունը, այնքան ինքը այսպես ռեկաշետով գալիս է մեզ վրա, տնտեսական առումով եւ ոչ միայն։ Ես օրինակ բազմաթիվ բիզնեսմենների հետ եմ խոսել, ովքեր Իրանից ներկրումներ են իրականացնում տարբեր ոլորտների, սկսած նրանից, որ այնտեղ դրամի արժեզրկում կա, այստեղ արդեն խնդիրներ է առաջանում։ Գումարով գնում են ու հետո այնտեղ մի խոսքով խնդիրներ կան նաև դրամի արժեզրկման հետ կապված եւ մեր այդ ապրանքաշրջանառության մասով շատ լուրջ խնդիրներ ենք ունենալ։ Այսինքն երկու կետ ունենք աշխարհի հետ հաղորդակցվելու Վրաստան-Իրան, Իրանում այս բան արդեն խնդիրը կա ու պարզ չի թե դա ոնց կհանգուցալուծվի, Վրաստանում տեսնում ենք ֆուրերը կանգնած, քաղաքական մեծ հաշվով խնդիր է եւ այս իշխանությունները չեն կարողանում լուծել այդ խնդիրը, ու մենք այն որ առավոտից իրիկուն գոռում են մենք ապաշրջափակվեցինք, մենք ապաշրջափակվում ենք, խաղաղությունը հաստատվել է, բարձրացնում ոչ էլ հաստատվել է, երկու երկրներ Թուրքիան, Ադրբեջանը փակ են պահում, մեկի հետ կապված խնդիրներ կան, որոնք չեն լուծվում, իսկ այստեղ էլ աշխարհակահաղական խնդիրներ կան ու երկիրն իսկապես բավականին բարդ իրավիճակում է հայտնվելու։ Ու շատ էին խոսում, չէ, կապը Բանդար Աբբաս նավահանգստի հետ, դա Հնդկական օվկիանոս եւ այլն։ Եվ այս կոնտեքստի մեջ հաշվի առեք, որ հիմա տնտեսական հզորությունը տեղափոխվել է ասիական տարածաշրջան։ Չինաստան եւ առևտրի ծավալները Հնդկաստան, ճիշտ է նշել Հնդկաստանը, սա լրջագույն հարց է եւ ոչ միայն տնտեսական, սա հարցերի փունջն է եւ տնտեսական եւ անվտանգային եւ ընդհանրապես դերակատարության տեսանկյունից, որտեղ միշտ խոսում ենք, չէ, հյուսիս հարավ խաղաղության խաչմերուկ, այսպես կոչեցյալ այս իշխանությունների սիրած թեզը, որը իդեպ Ալիև ընդամենը 2 շաբաթ առաջ մերժեց այնպես ուղղակի արհամարանքով, թե երբ Բայդենը հետ կգա խաղաղության խաչմերուկից կսկսի խոսալ։ Բայց սա լրջագույն խնդիր է եւ այս լրջագույն խնդիրը արդեն գոյացած եւ հենց առաջի օրերին այն թիթիզությունը, որը քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ինձ համար որպես նախկին նախագահի շատ ծանր